Հաղորդություն բառը ինքը եթե ուղղակի մենք ստուգապ անենք, կնշանակի շփվել, թաթախվել կամ միահյուսվել, չէ՞։ Եթե մարդը չունի այդ հավատը, որ հաղորդվում է Աստծո մարմնին եւ արյանը, ուրեմն հաղորդության պետք չէ մոտենալ։ Հաղորդությունը սա այն խորհուրդն է, որը որ նախ կրկնելի է, միշտ մարդը պետք է հաղորդություն ստանա եւ կենսական է ամեն մի հավատացյալի համար, որովհետեւ հաղորդությունը արարք չէ, որ մենք պարտադիր պիտի անենք, ինչպես ասեցինք, բեմականացված ձևով, այլ հաղորդությանը մենք ամեն օր պիտի մոտենանք նորովի։ Բարսեղ Մաշկևորցին ասում է, Աստված սեր է ոչ թե նրա համար, որ դու մեղքի մեջ ընկնես, այլ Աստված սեր է նրա համար, որ դու մեղքից դուրս գաս։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք Սուրբ Հաղորդության խորհրդի մասին։ Մեր տաղավարում Տեր Հուսիկ Քահանա Դոխոլյանն է։ Տեր հետ շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ եք եւ ուրախ ենք, որ խոսելու ենք քրիստոնյաներիս հոգեվոր կյանքի ամենակարևոր իրողություններից մեկի մասին։ Շնորհակալություն հրավերի համար։ Տեր հետ նախ խոսենք հաղորդություն բառի մասին։ Ինչ է նշանակում հաղորդվել։ Արդյոք այն քրիստոնյայի ու Քրիստոսի միջև կապի մասին է։ Ոչ միայն քրիստոնյա եւ Քրիստոս կապն է, հաղորդություն բառը ինքը եթե ուղղակի մենք ստուգապ անենք, կնշանակի շփվել, թաթախվել կամ միահյուսվել, չէ՞։ Եվ երբ որ Սուրբ Պատարագի ընթացքում հավատացյալները հաղորդություն են ստանում, իրենք մեր Տիրոջ խոսքի համաձայն հաղորդվում են, շփվում են Աստծո Հիսուս Քրիստոսի մարմնի եւ արյանը, սա մի կողմից, այսինքն կարելի է ասել, որ երկրի վրա սա բացառիկ եւ միակ երևույթն է, երբ որ ֆիզիկապես հավատացյալը շփվում է իր Աստծո հետ։ Սա մի կողմից եւ մյուս կողմից էլ ոչ միայն մարդը, այլ ամբողջ պատարագի ընթացքում խորան բարձրացված ընծաները, այսինքն անթթխմոր հացը եւ անապական գինին իրենք էլ քահանայի խնդրանքներով Սուրբ Հոգու ազդեցությամբ վերածվում են կամ հաղորդվում են, թաթախվում են, դառնում են Քրիստոսի մարմինը եւ արյունը։ Եվ հատկանշական է, որ եթե մարդը չունի այդ հավատը, որ հաղորդվում է Աստծո մարմնին եւ արյանը, ուրեմն հաղորդության պետք չէ մոտենալ։ Իթիվս մարմնական պատրաստությունների, իթիվս մեղքերի քննարկման խոստովանության նաև շատ կարևոր է այս ճշմարիտ հավատքը եւ խորհուրդն էլ կայանում է սրա մեջ, երբ որ մենք հաղորդվում ենք Աստծո մարմնին եւ արյանը։ Փաստորեն կենսական կապ է ստեղծվում Քրիստոսի եւ մարդու միջեւ։ Ոչ միայն կենսական, այլ մեր Տերն ասում է, եթե չուտեք իմ մարմինը եւ չխմեք իմ արյունը, ձեր մեջ կյանք չունեք։ Այսինքն հաղորդությունը սա այն խորհուրդն է, որը որ նախ կրկնելի է, միշտ մարդը պետք է հաղորդություն ստանա եւ կենսական է ամեն մի հավատացյալի համար, երբ որ օրինակի համար հավատացյալի համար այդքան կենսական չէ, ինքը հոգեվորական կդառնա թե չէ, այսինքն ձեռնադրության խորհրդի մասնակից կլինի թե չէ, բայց Սուրբ Հաղորդության խորհուրդը անհրաժեշտ է։ Սրանով մենք, ինչպես առաքյալն է ասում, հոգեվոր սեղանից օգտվելով դառնում ենք մեկ մարմին եւ Քրիստոսի մեկ անդամը, Քրիստոսի անդամն ենք դառնում, մենք որպես համայնք դառնում ենք Քրիստոսի մարմին, միանում ենք եւ միավորվում ենք մի կողմից։ Իսկ մյուս կողմից մեր համար, ինչպես մեր Տերն ասեց, այդ կենսական նշանակություն ունի։ Իր մարմինը, որ ինքն ասեց, որ երկնից իջած հացն է, որ կյանք է տալիս ամբողջ աշխարհին, կյանք է տալիս ամեն մի քրիստոնյայի։ Տեր հետ քրիստոնյան կարող է գնալ եկեղեցի, մոմ վառել, աղոթել, բայց չմասնակցել Սուրբ Պատարագին եւ հաղորդություն չստանալ։ Եթե մենք իրատեսական նայենք, այսօր մենք ունենք քրիստոնյաներ, որոնք գալիս են եկեղեցի եւ կապ չունեն եկեղեցու հավատի կամ եկեղեցու ճշմարիտ դավանության հետ, վարդապետության հետ։ Իրենց համար հորինել են
իրենց հավատը, որ մոմ կվառեն կամ դե լավ եկեղեցի կգնամ հաղորդություն չեմ ստանա, եկեղեցի կգնամ համայնքի հետ, բայց կապ չունեմ, եկեղեցի կգնամ, բայց հոգևորականին չեմ ճանաչի, իմ մոմը կվառեմ եւ ես փրկված եմ։ Եթե սա իր համար հավատ է, նշենք, որ սա հայ առաքելական եկեղեցու հավատը չէ։ Սա իր հավատն է, որը որ մեր եկեղեցու հետ աղերսներ չունի։ Իսկ ամեն մի հավատացյալ, որ մտնում է եկեղեցի, ինքը այդ եկեղեցու համայնքի անդամն է։ Այս մեկ մարմնի անդամն է եւ անդամակցությունը պետք է լինի կենթանի։ Պետք է լինի, ասենք, եթե օրինակի համար մենք ունենք ուսուցիչների միավորում, մենք մեկս մեկի խնդրի մասին տեղյակ ենք, մենք ընդհանուր խնդրի մասին տեղյակ ենք, մենք կառույցի խնդիրների կամ ոչ միայն խնդիրների ձեռքբերումների մասին տեղյակ ենք։ Ուրեմն մարդը, որ գալիս է եկեղեցի, պետք է հաղորդակից լինի եկեղեցու կյանքում, հաղորդություն ստանա այդ եկեղեցուց։ Եվ օրինակ շատ հատկանշական է, երբ որ մարդը այլ դավանանքից, կամ քրիստոնեական այլ ուղղությունից, վերադառնում է դեպի մայր եկեղեցի, դավանանքը ընդունելով, ապա հաղորդվում է այդ եկեղեցում եւ դառնում այդ եկեղեցու անդամ։ Երբ դու գալիս ես եկեղեցի եւ այդ եկեղեցում հաղորդություն չես ստանում, ուրեմն այդ եկեղեցու անդամ դու ինքդ քեզ չես խոստովանում։ Եվ ոչ միայն ասենք այդ կառույցի, այլ ամբողջ հայ առաքելական եկեղեցու անդամ ինքդ քեզ չես խոստովանում գործերով, էապես փաստացի։ Այսինքն մի խոսքով մարդը չի կարող գալի եկեղեցի եւ եկեղեցական խորհուրդներին անհաղորդ մնա, որոնցից մեկն է հաղորդությունը։ Դեր հեր նշեցիք, որ կենսական նշանակություն ունի մարդու համար։ Հիմա մի փոքր ընդլայնենք, ինչու է անհրաժեշտ, ինչ է տալիս մարդուն հաղորդությունը։ Ուրեմն, նախ շեշտենք մի հատ եւս, մեկ անգամ եւս, որ Սուրբ Հաղորդության խորհուրդը կայանում է, երբ որ անթթխմոր հացը եւ անապակ գինին, որը որ մեր Տերը վերնատան մեջ, օրնեց, տվեց առաքյալներին, ասելով սա է իմ մարմինը եւ սա է իմ արյունը, եւ այն Աստված, որը որ մի ժամանակ ասեց թող լինի լույս եւ եղավ լույս, եւ ասեց թող ջրերը իրենց մեջից ձեռուներ արտադրեն, որ մի խոսքով ստեղծեց ամեն ինչը, այս նույն Աստված ասում է թող լինի եւ լինում է։ Այսինքն խորհուրդը կանում է Աստծո մարմնի եւ արյան հետ հաղորդության շփման, Աստծո հետ միավորվելու եւ քահանան, երբ որ հաղորդություն է տալիս հավատացյալին, ինչ է ասում, սա եղեցի քեզ ի քավություն եւ ի թողություն մեղած, այսինքն սա թող լինի քո մեղքերի քավության համար։ Ուրեմն մոտենալով Աստծո մարմնին եւ արյանը մենք մեղքերի քավություն ենք ունենում, սակայն կա սրա մեկ այլ կողմը, երբ որ մենք անարժանաբար ենք մոտենում, այսինքն մոտենում ենք իմիջայլոց, մոտենում ենք որպես ուտելիքի, ինչպես Պողոս առաքյալն է ասում, գնացեք ձեր տանը հաց կերեք, այս սեղանը Աստծո սեղանն է եւ սա պարզապես հաց չէ եւ սա պարզապես գինի չէ եւ եթե անարժանաբար մենք մոտենանք, մեր դատապարտությունն ենք ճաշակում։ Այսօր կա որոշակի չակերտավոր ասենք քրիստոնեական, չակերտավոր քրիստոնեական ըմբռնում, թե դա հաց է, դա գինի է, դա մենք ուղակի որպես թաթերականացում ենք անում, որպես հիշողություն ենք անում, եթե դա ուղակի հաց եւ գինի լիներ, ուրեմն արժանաբար կամ անարժանաբար մոտենալու խնդիր չէր լինի։ Մարդիկ կմոտնեն կուտեն, որովհետև հաց եւ գինի ուտել եւ խմելու մեջ ոչ մի մեղավոր կամ ընդունելի բան չկա։ Բայց Պողոս առաքյալն ասում է, անարժանաբար եք մոտենում, դրա համար ձեր մեջ կան հիվանդություններ, տարաժան մահեր, նեղություններ, այսինքն մենք մոտենում ենք իրոք Աստծուն, թե ըստ առաքյալի, թե ըստ մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի խոսքին, որ իր մարմինը եւ արյունն ուտում ենք մեր համար կյանք լինելու։ Ուրեմն նախ Աստծո հետ հաղորդվեցինք եւ ինչպես որ կեղտոտ հագուստին մաքուր ջուր է պետք, որ այդ հագուստը մաքրես, տենց էլ Աստծուն մոտենալով, Աստծո հետ շփվելով, մենք մեղքերից ենք մաքրվում։ Մեղքերից մաքրվում ենք նաեւ նրա համար, որովհետեւ մենք հաղորդությանը մոտենում ենք ապաշխարությամբ, որի մասին արդեն խոսել ենք, վերլուծելով
մեր կյանքը եւ մեր կյանքը Աստծո առաջ բերելով սրանով արդեն իսկ մարդը գնում է դեպի կատարելություն, դեպի փրկություն։ Տեր Հեր, իսկ ինչ է նշանակում արժանի լինել։ Այսինքն պետք է լինի գիտակցությունը, հավատը, պետք է ապաշխարենք։ Նայեք, եթե մենք ասում ենք արժանի լինել, չկա մեկը, որը որ իր ջանքերի գնով կարող է արժանանալ Աստծո հետ հաղորդության։ Եվ նույն կերպ էլ չկա մեկը, որը որ իր ջանքերի գնով փրկություն ստանար։ Սրա համար Աստված եկավ, Աստծո որդին եկավ, մարմնացավ, մարդացավ։ Սակայն մի կողմից մենք չենք կարող արժանի լինել, բայց մյուս կողմից մեր հասանելիքը մենք պարտավոր ենք անել, որպիսի մեր ջանքը, մեր եռանդը, մեր սերը երևա, մեր պատրաստակամությունը երևա եւ ասելով մենք չենք կարող արժանի լինել, այստեղ գալիս է մեզ օգնելու մեկ ուրիշ հանգամանք, նախ մեր ջանքը, ինչպես որ ասեցի, եւ երկրորդ հավատը։ Սրա համար մեր Տերը բոլոր դեպքերում շեշտադրում է հավատը, որովհետև մենք մեր գործերով արժանի չենք, բայց մեր հավատը իհարկե հավատի դրսևորում է նաև գործերը, այ որ ասում եմ մեր ջանքը, մեր եռանդը, մեր սերը եւ այլ, սա կենթանի հավատի դրսևորում է, այսինքն ոչ թե մենք արժանի ենք լինում, այլ մեր հավատով Աստված մեզ արժանի է դարձնում, շնորհ է անում։ Շնորհ ասածը նշանակում է, որ մենք դա չէինք կարող ունենալ, ինչ որ մեկը մեզ տվեց, այս դեպքում Աստված է մեզ շնորհում անշահորեն։ Տեր Հեր, այսինքն այն մարդիկ, որոնք ասում են, որ իրենք արժանի չեն, այդ պատճառով սուրբ հաղորդություն չեն ստանում, պարզապես չեն ուզում իրենց նեղություն տալ։ Անհատական մեկը կարող է չուզենալ իրեն նեղություն տալ, մեկը կարող է ինչ-որ սահմաններ իր համար դրած լինի, բայց Էմանուել Քահանա Խաչատյանը իր «Պարզ քարոզներ» գրքում այսպիսի մի շատ գեղեցիկ հարց է տալիս, ասում է, եթե մեկ շաբաթվա մեղքը քեզ Աստծուց հեռացրել է եւ դու անարժան ես Աստծուն մոտենալ, մեկ ամսվա մեղքը պիտի արժանի դարձնի քեզ, հետո մեկ տարվա մեղքը քեզ արժանի պիտի դարձնի, եւ վերջի վերջո, ինչպես ասեցինք, արժանի չենք կարող լինել։ Դա ինչ որ միտեղ կարող է նաև գաղտնի հպարտությունից կամ մեծամտությունից կամ ծուլությունից լինի, բայց չդատելով մարդկանց, այլ սիրելով նրանց, պետք է հորդորենք, որ ինքնագլուխ չէ հոգևոր կյանքը, այլ մոտենալ քահանային եւ վերջի վերջո Աստված սիրող Աստված է եւ չի ուզում մեղավորի կորուստը, այլ դարձը եւ ապաշխարությունը եւ ապրելը։ Մեղ գործել, ապաշխարել, մեղքերը խոստովանել, հետո հաղորդություն ստանալ եւ նորից մեղ գործել։ Նույն մեղքերը, ինչ կասեք այս մասին։ Կողմից մարդը կարող է, ինչպես ասեցիք, ընկնի մի ծայրահեղության մեջ, երբ որ իրեն ընդհանրապես հաղորդությունից հեռու պահի, նորից պիտի ասեմ, գուցե հոգևոր հայր ունենա եւ հոգևոր հայրը ճանաչելով, Աստծո կողմից լուսավորված լինելով, այդ մարդուն ասի 15 տարի հաղորդության չմոտենաս, օրինակի համար, հա։ Մյուս կողմից է մարդիկ գալիս են մեկ այլ ծայրահեղության, երբ որ ձեր նշածի նման, այսպես ասենք, հաղորդությունը իրենց համար դառնում է սովորական երևույթ։ Ինչպես ասենք, առավոտյան պատուհանը բացել եւ տունը օդափոխելը կամ առավոտյան լվացվելը եւ այլ, որ մեր սովորությունն է, տենց էլ հաղորդությունը դառնում է սովորություն։ Սա արդեն Պողոս Առաքյալի ասած անարժանաբար մոտենալն է, որովհետեւ հաղորդությունը արարք չէ, որ մենք պարտադիր պիտի անենք, ինչպես ասեցինք, բեմականացված ձևով, այլ հաղորդությանը մենք ամեն օր պիտի մոտենանք նորովի։ Մենք ինքներս մեր հոգում մեր Աստծո առաջ պիտի ազնվորեն պատասխանենք, թե ես ինչու եմ մոտենում հաղորդությանը, թե արդյոք ես հաղորդության լրջությունը իմ մեջ պահում եմ, թե դա արդեն դառել է ինձ համար սովորություն։ Եթե ինձ համար դառել է սովորություն, միգուցե նորից դիմենք բժշկին, քահանային, միգուցե որոշ ժամանակ դադար առնենք, որպեսզի որոշ գիտելիքներ ստանանք, աղոթք անենք Աստծուն, որոշ ընթերցանություններով մեր մեջ վեր արծարծենք հաղորդության հանդեպ այդ կենդանությունը,
որովհետև այո, անհոգաբար գնալ եւ ոչինչ չանել, հույսը դնելով Աստծո վրա, ասելով դե Աստված սեր է, ուրեմն Բարսեղ Մաշկևորցին ասում է Աստված սեր է ոչ թե նրա համար, որ դու մեղքի մեջ ընկնես, այլ Աստված սեր է նրա համար, որ դու մեղքից դուրս գաս։ Ուրեմն սա պիտի հաշվի առնենք։ Այսինքն ամեն անգամ հաղորդություն ստանալիս կարծես սրբագրում ենք մեր կյանքը մեկ աստիճանով պիտի փորձենք բարձրանալ։ Այո, ամեն անգամ հաղորդություն ստանալիս մենք նոր իրողության առաջ ենք կանգնում։ Գիտեք, հաղորդությունը եւ մնացած օրինակ պահքը, աղոթքը եւ այլ, դրանք մեր կյանքում սեզոնային երևույթներ չեն։ Գարունն եկավ, տրամադրված ենք գարնանը, ամառը եկավ, տրամադրված ենք ամռանը, ամառն անցավ, հիմի կաշունի եւ նույն բանը կրկնվում է մեր կյանքում, ինչ որ շրջափուլով, այս ձև չէ։ Այլ ամեն անգամ մենք հաղորդություն ստանալով հաղորդությունից դուրս են գալի նորովի, բարձրացած կամ իջած։ Ամեն անգամ աղոթելիս մենք աղոթքից դուրս են գալի նորովի, նորից բարձրացած կամ իջած, պահքից էլ։ Մենք ամեն անգամ նոր մարդ ենք։ Արդեն մեր մաշկը իսկ ամեն 10 օրը մեկ նոր մաշկ է մեր վրա։ Մարդն էլ ամեն անգամ ինքը նորովի է դուրս գալիս եւ նորից պիտի շեշտենք ոչ թե սովորություն, այլ կյանք դաշնչելու նման է, կյանքի ամեն անգամ դու նույն օդը չես շնչում, ամեն անգամ նույն գետը չես տենում, նույն ծառը չես տենում, ամեն անգամ մենք նույնը չենք։ Եվ այ կյանք է, ուղղակի թե հաղորդությունը, թե մնացած հոգևոր մեր իրողությունները մեր հոգևոր կյանքի ընթացքն են եւ երբեք էլ մեկ ժամը մյուս ժամին նման չէ։ Դեր հետ հաղորդման սկզբում իհարկե նշեցիք, բայց հիմա որպես ամփոփում հասկանանք ինչպես պատրաստվել Սուրբ հաղորդությանը։ Ուրեմն նախ ասեմ անհատական է, ամեն մեկի համար անհատական է եւ լավ կլինի, որ ամեն մեկը քահանային առանձին մոտենա, բայց ընդհանուր եզրեր նախ շատ է լինում, երբ որ հիվանդ մեկը, որը որ ունի ինչ-որ առողջական խնդիր, գալիս է եւ ասում է դեր հայր, ես արդեն մի քանի ամիս է հաղորդություն չեմ ստանում, որովհետեւ պիտի սոված գամ, բայց իմ հիվանդության արդյունքում ես չեմ կարող հաց չուտեմ եւ դրա համար ես չեմ կարող հաղորդություն ստանամ, կներեք։ Եթե մարդը հիվանդության բերումով պետք է մի կտոր հաց ուտի, իր դեղը խմի եւ գա հաղորդություն ստանա, ինքը կարող է ուտելուց հետո, իր դեղը խմելուց հետո մոտենա պատարագին եւ հաղորդություն ստանա։ Ուրեմն մենք կենտրոնանում ենք ոչինչ չուտելու, ոչինչ չխմելու վրա։ Այո, պետք է հավատացյալը քրիստոնյան հնարավորինս, եթե իր առողջությունը դաներում է, գոնե նախորդ երեկոյանից ոչինչ չուտի եւ ոչինչ չխմի եւ ծոմ, հա, մոտենա հաղորդությանը Պողոս առաքյալի խոսքի համաձայն, եթե տկար եմ մարմնով, ավելի զորեղ եմ հոգով։ Նաեւ մի կողմ իսա ինչ է խորհրդանշում, որ մի կողմ դնելով աշխարհիկ կենցաղային գործերը, դու պատրաստվում ես հաղորդության, բայց խորքի մեջ հաղորդությանը պիտի պատրաստվես հաղորդությունից հաղորդություն։ Այդ ամբողջ ընթացքը պիտի պատրաստվես։ Այսինքն, այո, մենք պետք է մեր ուտելիքին, խմելիքին ուշադրություն դարձնենք։ Սակայն սրա վրա չէ, որ մեր ամբողջ կենտրոնացումը պիտի լինի։ Մեր կենտրոնացումը պիտի լինի մեր հավատի վրա։ Արդյոք ես գնում եմ հաղորդություն ստանալու եւ իմ հավատը դեռ թարմ է եւ ես այդ ապրումը, զգացմունքը չէ, չգիտեմ, այլ ապրումը ունեմ, որ մոտենում եմ Աստծու մարմնի եւ արյանը, Աստծուն եմ մոտենում։ Էլ մարդուն ինչա պետք է կյանքում մոտենում եմ Աստծուն։ Եվ նաև մեր եկեղեցու հայրերը հավատացած են, որ Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի լինի կիրակի օրը։ Եվ դրա համար նաև Քրիստոս արևելքից պիտի գա եւ մենք դեպի արևելք ենք աղոթում եւ ամեն մի պատարագ նաև սպասում է Քրիստոսի, կարող այսօր է Քրիստոս գա։ Ինչպես նաև Անձևացին է ասում է որտեղ կա արյունահեղություն, որտեղ կա մարմնի բաշխում, այնտեղ կա խաչելություն։ Որտեղ կա կյանք, որովհետև հաղորդություն ենք ստանում, կյանք ենք առնում, այնտեղ կա հարություն։ Որտեղ կա մարմին առանց արյան, այնտեղ կա թաղումը Քրիստոսի։ Այսինքն մենք պատարագին մասնակցելով ոչ թե ենթադրաբար, ոչ թե խորհրդանշորեն, այլ իրական հոգևոր կյանքում, որը որ անժամանակ է, ժամանակից դուրս է,
մենք այս իրողություններին ներկա ենք լինում։ Արդյոք այդ ներկայությունը մեր մեջ, մեր հավատի մեջ կենդանի է, թե արդեն մահացած է։ Այս արդեն հավատի բաժին է։ Եվ երբ որ կենդանի է, երբ որ մահացած չէ, երբ որ ես ուզում եմ Աստծուն մոտենամ, ինչպես որ Մովսեսը երբ որ պիտի բարձրանար Սինա լեռը, ժողովուրդը պիտի մոտենար, չէ, Սինա լեռի այդ աղմուկը, աղաղակը, կայծակները եւ այլ սարսափեցին ժողովրդին եւ Աստված Մովսեսին պատվիրեց, որ 3 օր պիտի ծոմ եւ պահք պահի ժողովուրդը։ Ուրեմն եթե հին ուխտի ժողովուրդը, որ ստվերն էր այս ամենի, նորի ստվերն էր, այսպիսի պատրաստություն էր պահանջում, նորը առավել եւս պատրաստություն է պահանջում։ Սա հոգեվոր կողմին, հավատի կողմին եւ գանք հաջորդ կետ, այսպես ասենք, մեր մեղքերի խոստովանությունը։ Ես եկեք նորից լինենք իրատես, հա, մարդը չպիտի կարողանա ինչ կախվածություններից միանգամից ձերբազատվել։ Շարունակական գործընթաց։ Հա, շարունակական գործընթաց է, որոշ կախվածություններ, որոշ մեղքեր, բայց մարդու մեջ այդ ցավը գոնե պիտի լինի։ Մարդու մեջ աշխատանքը այդ մեղքից ազատագրվելու աշխատանքը գոնե պիտի լինի։ Եվ նորից եմ ասում, ազնվությունը այստեղ մարդ Աստված հարաբերության մեջ ազնվությունը հիմնարար դեր ունի, որովհետև ոչ ոք չի գալու եւ չի մտնելու քո եւ Աստծո հարաբերությունների մեջ։ Եվ դու քո խղճի առաջ ես պատասխան տալիս, արդյոք դու բավարար ջանք դրեցիր քո կախվածությունից, մեղքից, մոլորությունից ազատվելու համար, թե ինքդ քեզ խաբեցիր։ Վստահաբար այն մարդը, ով ուզում է ազատվել, ազատվում է։ Սա վիրահատություն է, ցավոտ երևույթ է, երկարատև եւ երբեմն էլ շրջադարձային, հա 180 աստիճանով պիտի մարդը իր կյանքը փոխի, որպեսզի ազատվի, բայց եթե դու ցանկանում ես, երբ որ կա սեր, ամեն ինչ հնարավոր է։ Տեր Հերի, եթե մարդը հաղորդություն ստանալիս չի ստանում այն զգացողությունը, ինչ որ սպասում էր, դա հավատի պակաս է։ Եկեք զգացողություններով չապրենք եւ վստահ լինենք Աստծո խոսքի վրա։ Հավատը իրանից ենթադրում է վստահություն։ Եթե պիտի հավատաս Աստծուն, բայց վստահ չլինես իր խոսքի վրա, հավատը տունային է։ Ուրեմն, եթե դու հաղորդություն ես ստացել եւ ինչ որ զգացմունքներ, ինչ որ եւ այլ չես ապրել, նախ պետք չէ զգացմունքներով շարժվել։ Եվ երկրորդ, նորից եմ ասում, պետք է ազնիվ լինես ինքդ քո հետ, իմանաս արդյոք պատրաստությունդ բավարար էր։ Եվ երրորդ, Աստծո խոսքի վրա պետք է վստահություն եւ հավատ ունենաս, որ դու մեղավոր մարդ, անկարող մարդ, արեցիր քո ջանքերը եւ Աստված վստահաբար պիտի քեզ շնորհի։ Եթե Աստված մեզ շնորհում է արեգակը, ոչ միայն մեզ, ոչ միայն քրիստոնյաներին, այլև այլադավաններին։ Եթե Աստված անձրև է տեղում բոլորի համար, ապա փրկության հարցում միթե գործակից չպիտի լինի քրիստոնյային, բնականաբար պիտի լինի, որովհետև ամեն բարի գործի մեջ Աստված գործակից է մեզ, մանավանդ փրկության հարցում։ Շնորհակալ եմ։ Աստված օրհնի։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք Սուրբ Հաղորդության խորհրդի մասին։